Խաղաղություն սիրելիներ, ուրեմն երկար ժամանակ այս թեման եղել է իմ սրտի մեջ ու միշտ ծանրացել այս թեմանի մեջ ու միշտ ուզեցել եմ ավելի խորանամ ու ավելի շատ սովորեմ ու ավելի շատ իմանամ աղոթքը, աղոթքի արժեքը, աղոթքը ինչ է անում մեր կյանքում, մեր միջոցով եւ գնահատենք այդ ամենը, այն պարգևը, որ Աստված մեզ տվել է։ Ուրեմն ընտրել եմ թեման, առաջի թեման, մի քանի թեմաներ կլիներ, առաջին ուրեմն ինչ է աղոթքը, երկրորդը ինչ է անում աղոթքը մեր մեջ եւ մեր միջոցով, ինչպես աղոթել եւ աղոթքի տեսակները, բարեխոսական աղոթք, պատերազմական աղոթք, ծոմ եւ աղոթք։ Առաջինը, որ խոսելու ենք, դա ինչ է աղոթքը։ Սիրելիներ, ես լսեցի ձեր պատասխանները, շատ ճիշտ է, բոլորի պատասխանները շատ ճիշտ է, դա անհատական է մեր բոլորի կյանքում։ Ես շատ լսել եմ շատ ուսուցիչների, իմ կյանքի մեջ էլ ես փորձառություններ, որ ունեցել եմ, ամեն կողմանե, իրոք դա այդպես է։ Բայց մի քիչ լրացումներ անենք, Աստվածաշնչից էլ մեջ բերումներով, որպեսզի սա ես ոչ թե սովորեցնում եմ, անկեղծ եմ ասում, սա ես եմ սովորում, սա իմ համար է, որովհետև մենք միշտ սովորելու բան ունենք եւ միասին սովորելու ենք։ Այնպես որ մի մտածեք, եթե ես այստեղ եմ, ուրեմն ես սովորեցնում եմ, ես ինքս սովորում եմ եւ դուք էլ ազատ եղեք, խնդրում եմ, որ միասին բաժնեկցենք, կիսվենք, միասին խոսենք ամեն թեմաները։ Ուրեմն նախ հասկանանք, թե ինչ է աղոթքը։ Աղոթքը շատ կարևոր մի տար է, որը Աստված դրել է մարդկության մեջ։ Որովհետև երբ որ մենք նայում ենք մեր շրջապատը, սիրելիներս, անգամ անհավատացյալները իրանք աղոթում են։ Ուրեմն դա յուրահատուկ մի բան է, որ Աստված մարդուն, որ ստեղծել է, դրել է այդ տարը մարդկության մեջ, որ դա միշտ մարդու մեջ առաջանա, զգա դրա կարիքը։ Շատ տարբերակներ կան, ինչպես որ մենք ասեցինք, ինչ է աղոթքը, դուք ձերը, ես իմը, մենակ այստեղ մի բան ավելացնեմ, որ ասում է աստվածաբաններից մեկը ասել է, որ աղոթքը դա հոգևորի շնչառությունն է։ Եթե չաղոթենք, մեր շունչը կտրվում է։ Եթե չաղոթենք, մենք մեռնելու ենք։ Եվ ես մի բան էլ ավելացնեմ, աղոթքը դա եկեղեցու զորությունն ու եկեղեցու զենքն է։ Եթե եկեղեցին չաղոթեց, զենքը չօգտագործեց, եկեղեցին կկորցնի իր զորությունը եւ կկորցնի իր նշանակությունը երկրի վրա, ինչի համար որ Հիսուսը եկավ։ Եթե քրիստոնյան չաղոթի, նա կորցնում է շնչառությունը, զորությունը եւ աղբյուրը կտրվում է աղբյուրից եւ կմահանա։ Առաջինը, ուսումնասիրենք ինչ է աղոթքը։ Շատ անգամներ հասկանում ենք, որ պիտի աղոթենք, բայց խորապես չենք գիտակցում, թե ինչ է աղոթքը եւ ինչ է անում աղոթքը մեր կյանքում։ Դառնանք 5 կտակարանին, նայենք Ղևտացիների գիրքը, որտեղ որ Աստված վերականգնեց զոհաբերությունը եւ քահանայությունը։ Եկեք վերհիշենք, թե ով էին քահանաները, սիրելիներս։ Քահանան նա էր, որ նա տարին մեկ անգամ իրավունք ուներ մտնելու Աստծո ներկայության մեջ, այն էլ հատուկ սրբվելուց, պատրաստվելուց հետո նա իրավունք ուներ մտնելու, հանդիպելու Աստծո հետ խոսելու, Աստծուց ստանալու, դուրս գալու եւ ժողովրդին հայտնելու իրենց ամեն ինչ որ Աստծուց նա վերցրել էր։ Եվ փառք Աստծո հիմա, որ մեզ այդ քահանայությունը, որ այն ժամանակ Ղևտացիների միջոցով նա վերականգնեց, հենց դա էր։ Դա Ղևտացիներ այն ժամանակ ճիշտ է գործողություն էր, բայց այդ Ղևտացիների այդ դերը դա ինչն էր, դա աղոթքն էր։ Նա վերականգնեց աղոթքը եւ զորությունը ժողովրդի մեջ։ Դա էր նպատակը, քահանայությունը։ Տերը սրանով վերականգնում է ազգի ուժը, զորությունը եւ այսօր ժամանակն է, որ նորից վերականգնվի այդ ամենը մեր օրերում։ Առաջինը հասկանանք ինչ է քահանայությունը։ Դա աղոթքի կյանքն է։ Քահանայությունը դա աղոթքի կյանքն է։
Նախ ովքեր էին քահանաները, ես արդեն մի փոքր խոսեցի դրանց մասին, եւ Հիսուս Քրիստոսով փառք Աստծո ենք տալիս, որ այդ բարագույրը պատրվեց եւ այսօր բոլորս մենք կարող ենք մտնել սրբության սրբոցը եւ հանդիպում ունենալ մեր Տիրոջ հետ, մեր Աստծո հետ։ Եթե մարգարեությունը դա Աստծո խոսքի հռչակումն է, Տիրոջից ստացված խոսքն է, ապա քահանայությունը դա աղոթքն է առ Աստված, բարեխոսություն դեպի Տերը։ Եվ դա Աստծո կամքն է մեզ համար։ Եբրայեցիս 17:1-3-ը կարծեմ ձեր թղթերի վրա կա, սիրելիներ, որ ասում է Մելքիսեդեկի մասին քահանայությունը, որ նա 7-րդ գլուխ 1-3-ը, որ Մելքիսեդեկն էլ Աստծո որդու նման եղած կենում է քահանա մշտնջենավոր։ Կարևոր միտքը այստեղ, որ քահանայությունը, որ մենք ասեցինք, դա աղոթքի կյանքն է, որը նմանեցնում է մեզ Աստծո որդուն։ Նմանություն ոչ թե բառացի մենք նմանվում ենք Աստծո որդուն, այլ նմանությունը խոսում է որպես որ մտնում ես Աստծո նույնանում ես Աստծո որդու հետ։ Այս աղոթքը մեզ տանում է այդ նույնայնությանը, որ մենք մտնում ենք ամբողջությամբ Աստծո ներկայության մեջ, մեկանում ենք Աստծո հետ։ Դառնում ենք մեկ, միավորվում ենք մենք Աստծո հետ։ Հիշենք Պողոս առաքյալին։ Նա տիպիկ փարիսեցի էր, Գամաղիելի աշակերտ, խոսքը ամեն ինչով նա շատ լավ գիտեր։ Նա կերպարը ուներ, տիպիկ փարիսեցի էր, բայց նա նման չէր Քրիստոսին։ Նա նման էր արտաքինով, բայց ներքինով նա նման չէր Քրիստոսին։ Նա ընդհակառակը դեմ էր Քրիստոսին։ Եկեք դիտարկենք ինչու համար էր սա, որովհետև նա կարծում էր, որ ինքը Աստծո ծառա է, ինքը Աստծո գործերն է անում, բայց երբ որ հանդիպում ունեցավ, նոր այն ժամանակ նա զգաց, որ ինքը բոլորովին էլ Աստծուն չի ճանաչել եւ այդ իրեն իմացած Աստծուն չի ծառայել։ Ուրեմն ինչն էր այստեղ ամենակարևոր բանը, հանդիպումը։ Հանդիպում Աստծո հետ։ Նա չէր ունեցել հանդիպում Աստծո հետ։ Աղոթքը որպես հանդիպում մենք դիտարկենք։ Ինչու, որովհետև միակ բանն է, որ մեզ քահանա է դարձնում եւ նույնացնում, մեկացնում Տիրոջ հետ։ Եթե մենք հանդիպում չունենք Տիրոջ հետ, այն ոչինչ չի փոխի մեր կյանքում։ Համաձայն եք, սիրելիներ։ Հա, համաձայն ենք բոլորս։ Եթե մենք Տիրոջ հետ մեր աղոթքների ժամանակ հանդիպում չենք ունենում, դա չի փոխի մեր կյանքը։ Մեր կյանքը կփոխվի միայն այն ժամանակ, երբ որ մենք աղոթքների մեջ ունենում ենք հանդիպում Տիրոջ հետ։ Եվ եթե չունենք, ուրեմն մենք էլ դառնում ենք փարիսեցիների նման։ Կերպարանքը ունենք, հիմա մեկ վայրկյան, կերպարանքը ունենք, արտաքին տեսքը ունենք, բայց ներսից կորցրած ենք զորությունը։ Չկա փոփոխությունը։ Այո, Նազարեթ եղբայր։ Also կանան վերջում տանք գրեք հարցերը, խնդրում եմ, քանի որ նկարում են։ Հա, գրեք հարցերը ամենավերջում տանք։ Ուրեմն, եթե մենք ուզում ենք զորավոր աղոթքի կյանք, ապա առաջին պայմանը դա Աստծո հետ հանդիպումն է։ Ետ դառնանք Ծննդոց 12-րդ գլուխը, սիրելիներ, եւ նայենք Աստվածաշնչից, թե Աստվածաշունչը ինչ է ասում։ Աբրահամը հանդիպեց Աստծուն, եւ Տերը նրան դարձրեց հավատքի հայր, ազգերի գլուխ։ Եկեք դիտարկենք եւ նայենք Աբրահամին եւ Ովտին, նրանց տարբերությունները։ Աբրահամը գնում էր այն ուղղությամբ, ինչ որ Աստված իրեն ուղղորդում էր, ինչ որ ասում էր, նա անում էր։ Իսկ Ովտը գնում էր այնպես, ոնց որ Աբրահամն էր գնում։ Ինչու, որովհետեւ Ովտը երբեք հանդիպում չէր ունեցել Աստծո հետ։ Նույնն էլ մեր կյանքում է լինում, երբ հանդիպում ենք Աստծուն։ Առաջի բանը, որ լինում է, փոխվում է մեր կյանքը։ Ստանում ենք ուղղություն։ Կամաց բացվում է մեր ինքնությունը, հասկանում ենք մեր ինքնությունը, թե մենք ով ենք Աստծո մեջ, Աստծո համար։
Տիրոջ կամքն է բացվում մեզ համար, ստանում ենք անհատական հայտնություններ Տիրոջից։ Որքան էլ միշտ եկեղեցի գանք, մասնակցենք ամեն ծառայությունների, փառաբանության, երկրպագության, ինչ էլ ուզում է լինի, եթե մենք հանդիպում չենք ունենում Աստծո հետ, դա ոչինչ չի փոխում մեր մեջ։ Մենք ոչինչ ուրեմն չենք ստանում Աստծուց։ Քրիստոսը ինչ խրատ տվեց մեզ։ Մատթեոս 6:6-ում ասեց, չէ, մտիր ծածուկ սենյակդ եւ հանդիպում ունեցիր Աստծո հետ։ Քրիստոսի նպատակը մեզ համար դա էր, որ մենք անպայման հանդիպում ունենանք Աստծո հետ։ Ուրեմն ասենք, որ Աստծո հետ հանդիպումը փոխում է մեր կյանքը։ Ահա երկրորդ հարցի պատասխանը, սիրելիներ, որ գրված էր։ Ինչու չի փոխվում մեր կյանքը։ Շատ ժամանակ, որտեղ չենք ունենում այդ հանդիպումը Տիրոջ հետ։ Երկրորդը, հանդիպումից բարձրանում է հեղինակությունը։ Ետ դառնանք նորից Աբրահամին եւ Ղովտին։ Աբրահամը Աստծուն հանդիպելուց հետո Աբրամից դարձավ Աբրահամ։ Այսինքն նրա անունը եւ հեղինակությունը բարձրացավ։ Տերը բարձրացրեց, ինչու, որովհետև նա միշտ հանդիպում էր Տիրոջ հետ։ Իսկ Ղովտը ճիշտ է, ստացվածքով աճեց, հարստացավ, շատացավ, բազմացավ, բայց նրա հեղինակությունը չմեծացավ, նրա անունը չբարձրացավ, դարձյալ ինչու, որովհետև ինքը հանդիպում չէր ունենում Աստծո հետ։ Նույնն էլ լինելու է մեր կյանքում, սիրելիներ, որպես հոգևորապես պիտի աճենք, բարձրանանք, պիտի ունենանք փոփոխություններ, բնավորության, էության, կյանքի, ինչ-որ վերելքներ, դա նույնը լինելու է մեր ժամանակներում, եթե Աբրահամի կյանքում եղել է, ուրեմն մեր կյանքում էլ պիտի լինի, եթե մենք իրոք հանդիպումներ ենք ունենում Աստծո հետ։ Աճ և վերելք նշանակում է, ինչ որ ստացել ենք Տիրոջից, պետք է այն կյանք դառնա մեզ համար։ Մարդիկ տեսնեն այդ ամենը, այդ փոփոխությունները, այդ վերելքները պետք է մարդիկ տեսնեն։ Լույսը ջրակակալի վրա են դնում, տակը չեն դնում։ Թեկուզ տակն է դնես, էլի երևալու է, միևնույն է տեսնելու են մարդիկ։ Երրորդը, խոստմունքները։ Աբրահամը զավակ չուներ, բայց ուներ խոստմունք։ Իսկ Ղովտը զավակներ ուներ, բայց խոստմունք չուներ։ Իսկ այդ ամենը գալիս է նրանից դարձյալ, որ Աբրահամը հանդիպում էր Աստծո հետ, իսկ Ղովտը չէր հանդիպում Աստծո հետ։ Աստծուն հանդիպված մարդը ինքը խոստմունքի նպատակի մարդ է։ Ունի խոստմունք, ունի նպատակ։ Աստված մարդուն միշտ ուղղորդում է դեպի նպատակը։ Եկեք քննարկենք ևս մեկ օրինակ Եղիսեի կյանքից։ Եղիսեի նպատակը մեկն էր՝ կրկնակի օծությունը։ Եվ նա գնաց դրա ետևից, մինչև որ ստացավ Տիրոջից։ Եղիան ասում էր. «Ես նա եմ, ով կանգնում է Աստծո առաջին»։ Իսկ Եղիսեն ասում է. «Ես նա եմ, ով կանգնած է Աստծո առաջին»։ Սիրելիներ, նայենք տարբերությունը։ Կանգնում էր Աստծո առաջին եւ կանգնած է։ Տարբերությունը նա էր, որ Եղիան ժամանակ առ ժամանակ կանգնում էր։ Այսինքն գնում գալիս էր։ Ամեն ժամանակ չէր, որ նա կանգնած էր, բայց Եղիսեն նա ամեն ժամանակ, նա որտեղ է լիներ, ինչ վիճակի մեջ է լիներ, նա միշտ կանգնած էր Աստծո առաջին եւ միշտ նա հանդիպում ուներ Աստծո հետ։ Հիշենք 4 Թագավորաց 6-17-ից 20 խոսքերը, եթե կարող եք բացել կարդանք, եթե ժամանակ ունենք կարդանք, եթե չէ, տանը կկարդանք։ Կարդանք Արմեն եղբայր, կկարդանք։ Թագավորաց Եթե կարաք ավելի արագ բացեք դուք եւ օգնեք ինձ, Թագավորաց երկրորդ գիրք, ես 4 Թագավորաց 6-ը, հեսա բացեցի լավ, Թագավորաց 4 գիրք, 6-ը,
17-ից։ Կարդամ 16-ից, որ այստեղ դա այն պատմությունն է, որ գալիս են շրջապատում են լեռը և Գիզին և Եղիսեն կանգնած են լեռան վրա։ Եվ նա էլ ասեց. մի վախեցիք, որովհետև մեզ հետ եղողները ավելի շատ են, քան նրանց հետ եղողները։ Եվ Եղիսեն աղոթք արեց և ասեց. ով Տեր, բացիր սրա աչքերը, որ տեսնի։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով և կառքերով։ Եվ երբ ասորիները իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. աղաչում եմ, այս ժողովրդին հարվածիր կուրությամբ։ Եվ Տերը Եղիսեի խոսքի համաձայն նրանց հարվածեց կուրությամբ, և Եղիսեն ասաց նրանց. այս չէ ճանապարհը, և քաղաքն էլ այս չէ, եկեք իմ ետևից, և ձեզ կտանեմ այն մարդու մոտ, որին դուք որոնում եք։ Եվ նա նրանց տարավ Սամարիա։ Եվ երբ եկան Սամարիա, Եղիսեն ասեց. ով Տեր, բաց սրանց աչքերը, որ տեսնեն։ Եվ Տերը բացեց նրանց աչքերը, և նրանք տեսան, որ իրենք ահա Սամարիայում են։ Տեսնում ենք Եղիսեի դիրքը Աստծո առաջին, որ ինչպիսին էր, նա ինչպիսի հանդիպումներ էր ունենում Եղիսեն Տիրոջ առաջին։ Եղիսեն, ուրեմն, երբ Եղիսեն շրջապատված էր ասորիների բանակով, նա տեսնում էր ոչ թե թշնամու բանակը, այլ նա տեսնում էր Աստծո բանակը։ Ի տարբերություն Գեսին, նա չէր տեսնում Աստծո բանակը, նա միայն տեսնում էր թշնամու բանակը։ Նորից նույն հարցը, ինչու՞։ Որովհետև Գեսին նա երբեք հանդիպում չէր ունեցել և ձգտում էլ չէր ունեցել, որ երբևէ հանդիպեր Աստծուն։ Նա ուղղակի Եղիսեին էր ենթարկվում, Եղիսեի հետև, Եղիսեին էր ծառայում, նրա ուշք ու միտքը Եղիսեին ծառայելն էր և աշխարհն էր։ Նրա նպատակները դա էր։ Իսկ Եղիսեի նպատակը արդեն մենք կարդացինք, գիտենք նրա կյանքը, թե նա ինչպիսի մարգարե է եղել և ինչ գործեր է արել, ինչ ծառայություններ է արել Աստծո առաջին։ Նույնը մեզ հետ կարող է լինել, սիրելիներ, կարող ենք եկեղեցում լինել, բայց մեր սիրտը դեպի աշխարհը։ Կարանք, շատ է եղել։ Իսկ եթե դեպի աշխարհը եղավ, անպայման մենք տեսնելու ենք թշնամու բանակը։ Մենք չենք տեսնի Աստծո բանակը, սիրելիներ։ Իսկ թշնամու բանակը ո՞րն է։ Վախը, հուսահատությունը, հոգսը, նեղությունը, ինչ է լինելու, ոնց եմ անելու, վայ մեզ, ճիշտ է, նայենք մեր կյանքին։ Դրա համար մեր հայացքը մենք միշտ պետք է ուղենք դեպի Տերը։ Ուրեմն, առաջին կետը ո՞րն էր, սիրելիներ։ Առաջինը հանդիպում Տիրոջ հետ, երկրորդը ուղղությունը Տիրոջ առաջին։ Մենք պետք է ուղղություն ունենանք Տիրոջ առաջին ամեն ժամանակ։ Թեկուզ եթե շեղված ենք, մենք զգում ենք, եթե մի բան է, այն չէ, անպայման մեր հայացքը ուղենք դեպի Աստված, դեպի Տերը։ Դրա համար իմ խորհուրդն է, որ ամեն առավոտ մանավանդ կանուխ հանդիպում ունենանք Տիրոջ հետ։ Հանդիպում ունենանք, սիրելիներ։ Որովհետև Աստվածաշնչից էլ գիտենք, որ այդ զորավոր մարդիկները նրանք միշտ էլ առավոտ կանուխ էին վեր կենում և հանդիպում ունենում Տիրոջ հետ։ Ամենալավ ժամերը առավոտ կանուխ հանդիպել Տիրոջ հետ։ Որովհետև աղոթքի ժամանակ Տերը ցույց է տալիս մեր կարիքները։ Մեր ուղղությունը փոխում է դեպի իր խոսքը, երկինքը, երկնային բանակը։ Նույնիսկ հոգին մեր մեջ ցույց է տալիս մեր բաց թողումները, որոնք կուզենա շտկել։ Դրա համար բաց լինենք Տիրոջ համար և շատ զգայուն հոգու նկատմամբ, որ տեսնենք մեր թերությունները, բաց թողումները և մնացածները։ Եվ դրանք բերենք Տիրոջ առաջին, ուղենք դրան դեպի Տիրոջը, որպեսզի մեր կյանքում առաջխաղացում տեղի ունենա։ Եվ մեր հոգևոր կյանքը բարձրանա, սիրելիներ։ Եղիսեն ճիշտ ուղղություն և առաջնորդություն ուներ։
Նա գիտեր ում աչքերը բացեր և ում աչքերը փակեր։ Նա գիզի աչքերը բացեց և թշնամու բանակի աչքերը փակեց։ Բայց երբ որ պետք էր, թշնամու աչքերն էլ բացեց, որպեսզի թշնամին տեսնի Աստծո ամենակարողությունն ու զորությունը։ Եղիսեն թշնամու աչքերը փակելով տարավ նրանց թագավորի մոտ և հաց ու ջուր տվեց, և նույնը մենք կարող ենք անել, սիրելիներ։ Եթե մենք մեր աչքերը բաց են Տիրոջ առաջին, իրեն բանակի առաջին, ապա մենք հավատանք, որ մենք մեր թշնամիներին հաց ու ջուր կտանք։ Ովքեր որ միսիա գնացել են, որոնցից մեկը Արմեն եղբայրն է և Գոհար քուրն է, նրանք կարող են վկայել։ Դու չես կարող գնալ քո թշնամու երկրի մեջ ու իրան սիրել, ներել։ Դա գերբնական բան է, որ երկնքից տրվում է քեզ, այդ սերը Տերը դնում է քո մեջ, որ դու այդ սերը ունենաս քո մեջ ու կարողանաս իրոք թշնամուն հաց ու ջուր տաս։ Իսկ դա ինչից է, որ ունես այդ հանդիպումը։ Ունենում ես այդ հանդիպումը։ Աստծո առաջ կանգնած մարդը միշտ մարդկանց ճիշտ ուղղությամբ կտանի։ Միտքս որն է, սիրելիներ, որ ոչ թե արի մեր եկեղեցի, իմ եկեղեցին ավելի լավ է, Պողոսի եկեղեցին ավելի լավ է, Պողոսի եկեղեցին է լավ, չէ։ Չեն տանի եկեղեցի, կտանեն ու թագավորի մոտ, կտանեն Աստծո մոտ, ինչպես Եղիսեն, նա ուր տարավ, թագավորի մոտ տարավ, Աստծո մոտ, որպեսզի բացվեր և թագավորը ասեց զարկեմ, ասեց չէ, չթողեց, որ թագավորը նրան զարկի, նա բացեց աչքերը, որպեսզի նրանք տեսնեն։ Եվ նույնը մենք, սիրելիներ, եթե մեր աչքերը փակ եղավ, եթե մենք Աստծո հետ ուղղություն և հանդիպում չունեցանք, մենք մեր թշնամու էլ չէ, մեր բարեկամի գլխին էլ, ինչ ասես կբերենք։ Ճիշտ է, համաձայն ենք, բայց եթե այդ ամենը ունենանք, անկեղծ եմ ասում, մեր թշնամիներին էլ կսիրենք ու հաց ու ջուր կտանք։ Երրորդը, Աստծո հետ հանդիպումը կբացահայտի շարժառիթը։ Մեր սրտի շարժառիթը պետք է լինի Տիրոջ գովազդը, սիրելիներ։ Գովազդը, Տիրոջը գովազդելը։ Տիրոջը ներկայացուցիչները լինելը երկրի վրա։ Անառակ որդին մոտեցավ հորը, ուզեց իրեն բաժինը, նա վերցրեց, բայց նրա սրտի շարժառիթը ուրիշ էր։ Նա գնաց, նա վատնեց, նա կորցրեց, որովհետև սրտի շարժառիթը Տերը ունի, տալիս է առատապես, բայց քանի որ նրա շարժառիթը սխալ էր, նա վատնեց այդ ամենը, կորցրեց այդ օծությունը, օրհնությունը։ Երբ հանդիպում ենք Տիրոջ հետ, նպատակը Տիրոջ կամքը փնտրելն է, սիրելիներ։ Տերը, Տեր, ինչ ես կամենում, ինչ ես ուզում, որ այսօր ես գովազդեմ։ Մի օրինակ բերեմ, սիրելիներ, ենթադրենք մենք անցնում ենք ինչ-որ խանութի կողքով։ Այդ խանութի վրա տեսնում ենք, որ մանիկեներ կան։ Եվ մանիկեները շորեր են, չէ հագած։ Այդ շորերը գովազդում են տվյալ խանութի ապրանքը։ Մենք ոչ թե մանիկեներին ենք նայում, այլ շորերին ենք, ճիշտ է նայում։ Այնպես էլ մենք, սիրելիներ, մենք պետք է լինենք այդ մանիկեները։ Աստծո մանիկեներն ենք լինելու այս երկրի վրա, և մարդիկ տեսնում են, թե մենք ինչ շոր ենք հագած։ Մեր նպատակը գնալը, Տեր, այսօր դու ինչ ես ուզում ինձի հագցնել։ Խաղաղության պատմությանը, խոնարհությունը, ուրախությունը, երկայնամտությունը, քաղցրությունը, ինչ ես ուզում հագցնել։ Ինչպես ես ուզում, որ ես քեզ այսօր գովազդեմ մարդկանց առաջին։ Դա պետք է լինի, սիրելիներ, մեր շարժառիթը։ Մենք շատ ժամանակ վերցնում ենք մեր ցուցակները, մտնում ենք Տիրոջ մեջ, Տեր, խնդրում եմ,
Սկզբից մինչև վերջ խնդրանք։ Ու մոռանում ենք, որ Տեր չի ես բա քո կամքը, բա դու ինչ ունես իմ համար, ինչ ես ուզում։ Ես քո ներկայացուցիչն եմ, ես քո գովազդողն եմ, ես երկինքն եմ գովազդում։ Ես ինչպես այսօր գովազդեմ քեզ, ինչպես մարդկանց ներկայացնեմ քեզ։ Դա է շարժարիթը, սիրելիներ, որ շատ անգամ մտնում ենք մեր խնդրվածներով աղոթում և ոչ մի շարժ չկա, ոչ մի շարժ մեր կյանքերում։ Եվ վերջինը, սիրելիներ, եկեղեցին ժողովարաններից տանում է դեպի աքսորավայր։ Վերջին քահանան, որ հանդիպեց Տիրոջը, դա Հովհաննեսն էր, և նա աքսորավայրում էր։ Քահանայությունը մենք սովորել ենք, որ լինի տաճարում, եկեղեցում, ժողովարաններում, բայց Տերը ուզում է, որ աքսորավայր տանի։ Մարդիկ այսօր աքսորված են, մեկը հիվանդության մեջ, մյուսը մոլորության, կապվածություն տարբեր ձևերի։ Այսօր մենք պետք է քահանայությունը տանենք դեպի աքսորավայրեր, դեպի մարդկությունը, սիրելիներ։ Լճացել մնացել ենք եկեղեցու մեջ։ Քահանայությունը մենք տեսնում ենք միայն եկեղեցու մեջ։ Եթե այսօր մենք չընտրենք հանդիպում Աստծո հետ, Աստծո կամքը կատարել, դառնալ Աստծո մանիկենները, կյանքը մեզ կտանի լրիվ ուրիշ ուղղության։ Եվ մենք, ինչ կլինենք, կհեռանանք Տիրոջից։ Եկեք լինենք, ընտրենք Աստծուն, Աստվածայինը և նոր աղոթքի կյանք սկսենք, սիրելիներ։ Դառնանք Աբրամից դեպի Աբրահամ։ Ես վերջացրեցի։ Շնորհակալ եմ, որ լսեցիք։ Երևի հարցեր կլինի, միասին նորից կքննարկենք։ Հուսամ օգտակար եղա, կարողացա ինչ-որ մի բաներ տալ ձեզ և կշարունակենք մյուս դասերը նորից այսպես մանրամասը լրիվ հիմնվելով Աստվածաշնչից ուսումնասիրենք, սերտենք, ես էլ ձեզ հետ միասին սովորենք, սիրելիներ, որպեսզի իսկապես փոխվի մեր աղոթքի կյանքը և առաջխաղացում ունենանք մեր հոգևոր կյանքի մեջ, տեսնենք փոփոխություններ և աճ։ Շնորհակալ եմ, Տերը օրհնի բոլորիդ։ Amen.